Հարգելի գործընկերներ, երբ որ Տիկին Վարդանյանը այս ամբիոնից ասեց, որ Արարատը մեր ինքնությունն է, ես կարծում եմ ինքը խփեց ուղիղ նշանակետին, որովհետև ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ որ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց։ 1918 թվականին, երբ որ հիմնադրվեց առաջին հանրապետությունը, Արարատը Սուրմալուի գավառի շրջանակներում, ինչպես նաև Կարսը Հայաստանի տարածքում էին։ Երբ որ Դաշնակցությունը ավարտեց իր առաքելությունը, Արարատը եւ ամբողջ Սուրմալուի գավառը եւ Կարսը այլևս Հայաստանի տարածքում չէին։ Հետո եկան Դաշնակցության երաշխավորներ բոլշևիկները, երաշխավորներ եւ այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիում։ Եվ մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով։ Եվ սա, սիրելիներս, Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է։ Գալ իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել։ Ու նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Երբ որ իրանք եկան մի տարածք, որտեղ ապրում էին հայերը, եւ որի վերաբերյալ մենք ասում ենք ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան այնտեղ ապրել։ Դրա համար պետք է իջացնել նշաձող, դրա համար պետք է իրանք ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ։ Դուք եւ Ղարաբաղից այդ պրոտեժեները մեզ ասում եք դավաճաններ, սրիկաներ, այս ինչ այն ինչա, վերցրեցիք իշխանությունը 19 օր հետո այդ իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն։ Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է։ Իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, հայդատ անել, փող հավաքել, ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել փողը, իրական հայրենիքը դարձնել ինքնություն, մոնետիզացնել ինքնությունը։ Իդեպ մոնետիզացնել ինքնությունը ասեցիք, հիշեցի։ Ձեր ինքնությունը Արարատը չի, ձեր ինքնությունը Քոչարյանի $200 միլիոն է, որ ինքը ապօրինի ձերքա բերել ըստ դատախազության մեղադրանքի, ու ինքը պետքա մուծվի բյուջե։ Այդ ձեր ինքնությունը պետքա գաք եւ մուծեք բյուջե, ու հերիքա ներվայնացնեք ընդհանրապես այս ժողովրդին։ Եկեք մուծվեք բյուջե այդ փողը։ Հաջորդը։ Այ հիմա ինձ ներվայնացնում եք, խնդրում եմ մի արեք դա։ Հաջորդը։ Կրկին վերադառնալով Ղարաբաղին, դուք իրական տեղը, որտեղ ապրում էին հայեր, վերածեցիք ինքնության, կորսված ինքնության, երբ որ ձեր դրածոն այնտեղ ստորագրեց Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Իդեպ, այդ որ ասում եք ինչի եք դիվահարվում երաշխավորներից, որտեղ մի անգամ ձեր երաշխավորը եկավ Արարատը նենց արեց, որ մենք կորցրեցինք, երկրորդ անգամ ձեր երաշխավորը եկավ նենց արեց, որ իր քթի տակ էթնիկ զտման ենթարկեցին մեր եղբայրներին ու քույրերին։ Այդ դուք եւ ձեր երաշխավորները նենց արեցիք ձեր լուծարմամբ եւ երաշխավորի sense մեղմ ժպիտի տակ, որ մեր քույրերն ու եղբայրները էթնիկ զտման ենթարկվեցին։ Այնտեղի էլիտան էլ թռավ, փախավ այնտեղի էլիտան։ Բայց ոչ մեր քույրեր եւ եղբայրները, իրանք ստիպված են եղել լքել եւ բռնի տեղահանվել են Ղարաբաղից։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, այդ որ ասում եք, իշխանությունը սպառնում է պատերազմով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ես նստած էի անի այնտեղ։ Վարչապետ Փաշինյանը ելույթ էր ունենում ստեղից, Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր խմբակցության ղեկավար նստած էր այնտեղ, ԲՀԿ-ի խմբակցության ղեկավարը նստած էր, բայց քրեակատարողական հիմնարկում, բայց Նայրա Զորաբյանը, մյուսները, չգիտեմ, Մելքումյանը եւ այլն նստած էին այնտեղ։ Վարչապետ Փաշինյանը ստեղից հայտարարեց, որ պատերազմը կանգնեցնելու ձև կա, դա զիջումների գնալն է։ Ասեց համաձայն եք։ Բոլորը ասեցին ոչ, Էդմոն Մարուքյանը եկավ ասեց պարոն վարչապետ, հրամայեք գնալ առաջ, սա պետքա մեկ ընդմիշտ լուծենք մենք այս հարցը։ Արդյունքում եղավ 44-օրյա պատերազմը, բոլորը գիտեն ինչպես ավարտվեց, ինչ երաշխավորների երաշխավորությամբ այն ավարտվեց։ Հետո ինչ եղավ, հետո 2023 թվականին Ղարաբաղում իշխանությունը վերցրեց, կրկին որ երաշխավորի քթի տակ էթնիկ զտում տեղի ունեցավ, ով ծախեց մեզ, ում երաշխավորները ծախեցին մեզ, բոլորը դա գիտեն։ Բայց դրանից հետո, երբ որ հարցնում ես այդ ժամանակվա անդիմադիրներին, իդեպ Դաշնակցությունն էլ արտախորհրդարանական ուժեր, բայց էլի ասում են ոչ մի զիջում եւ այլն։ Բոլորը ասում են դե ժողովուրդ ջան, մենք խաբար չենք, մենք չգիտենք իրերի իրական դրությունը, մենք չգիտենք ռազմական բալանսը ինչպիսին է, մենք խաբար չենք, մենք պատասխանատու չենք։ Ամբողջ մեղավորը Փաշինյանն է, որ չի եկել ուղիղ չի ասել։ Ժողովուրդ ջան, հիմա Փաշինյանը եւ մենք ուղիղ ասում ենք։
Մենք հասել ենք մի կետի, երբ որ խաղաղությունը արդեն իսկ հաստատված է, այդ խաղաղությունը կա, հիմա կա այդ խաղաղությունը։ Այդ խաղաղությունն է պատճառը, որ վերջին 2 տարում ոչ մի զոհ մենք սահմանին չենք ունեցել։ Այդ խաղաղությունն է պատճառը, որ մեր սահմանամերձ գյուղերում կրակոց չի լսվում։ Այդ խաղաղությունն է պատճառը, որ 2025 թվականին առաջին անգամ ավելի շատ Հայաստանի քաղաքացի մտել Հայաստան, քան դուրս եկել։ 8000-ով։ Այդ խաղաղությունն է պատճառը ներգաղթի, այդ խաղաղությունն է պատճառը տնտեսական զարգացման եւ այսպես շարունակ։ Դագաղների բացակայության պատճառը խաղաղությունն է։ Այն պատճառը, որ դուք հիմա սոցիալական հարցերից կարող եք խոսել, խաղաղությունն է։ Հիմա այս խաղաղությունը պետք է պահել։ Դրա համար հավելյալ ոչ մի գործողություն չի պահանջվում։ Ի տարբերություն 2020 թվականի ոչ մի հավելյալ զիջում, ոչ մի բան չի պահանջվում, ոչ մի բան։ Ընդհանրապես պետք է պահել այս խաղաղությունը։ Այս խաղաղությունը ո՞նց է կառուցվել։ Այս խաղաղությունը կառուցվել է Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի հռչակագրով եւ նաեւ դրան նախորդած օրինակ սահմանազատման կանոնակարգով, որը մենք ստեղ ընդունեցինք, դուք կողմ չքվեարկեցիք։ Եվ այսպես շարունակ, այդ թվում թրիփի շուրջ համաձայնությամբ եւ այսպես շարունակ։ Հիմա դուք եւ ձեր դաշնակիցները, ձեր երաշխավորների, ձեր են սիրած երաշխավորների խավորությամբ, եկել ու ասում եք, եթե մենք գանք իշխանության, մենք վերանայելու ենք այս խաղաղությունը։ Դուք ասում եք, մենք համաձայն չենք թրիփի շրջանակի, պետքա թրիփը լայնացնել, պետքա թրիփը, որը հայ-ամերիկյան նախագիծ է, դրա մեջ ներառել այնպիսի կողմեր, որոնք բաց կոնֆլիկտի մեջ են Ամերիկայի հետ։ Այսինքն այլ կերպ ասած, դուք ասում եք թրիփը չպետք է լինի։ Հաջորդը, դուք ասում եք, որ Ալմատայի հռչակագիրը չի սահմանում սահմաններ եւ պետք է դելիմիտացիայի ընթացքում այլ կրիտերիաներով առաջնորդվել, օրինակ պարոն Մինասյանը ասում էր դեմոգրաֆիական։ Այսինքն դուք վիճարկում եք Ալմատայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք։ Պարոն Մինասյանը հիշում է մի բանավեճի ընթացքում նաև ասում էր, որ խորհրդային Հայաստանի սահմանները, հետեւաբար այն սահմանները, որով մենք անկախացել ենք, անարդար են։ Այսինքն կրկին դուք վիճարկում եք, դուք չեք վիճարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, դուք մեր տարածքային ամբողջականությունն եք վիճարկում։ Հաջորդը, խաղաղության պայմանագիրը, նախ դաշնակցությունից, եթե չեմ սխալվում, այն սկզբներում Իշխան Սաղաթելյանն էր ասել, որ չեք ստորագրելու թե ինչ, կամ ես վերջերս նայում մի հատ հատված կար, որ միտքը այնա, որ սա նվաստացուցիչ, Արմեն Ռուստամյանն էր, հիշում եմ, ասում էր խաղաղության պայմանագիրը կարող եմ գտնել հղումը, բան չի լուծում մեր հարցերը եւ այսպես շարունակ։ Բայց ովքեր որ նույնիսկ չեն ասում չենք ստորագրելու, ասում են պետք են նոր երաշխավորներ։ Թե ինչ են անում երաշխավորները, մենք բոլորս գիտենք, բայց նաև ասել, որ պետք է երաշխավորներ, նշանակում է ասել, մենք ուզում ենք վերաբանակցել այս խաղաղության պայմանագիրը։ Եվ հետևաբար, սիրելի բարեկամներ, մենք չենք վախացնում ձեզ, մենք չենք սպառնում ձեզ պատերազմով, մենք կամ ժողովրդին, ձեզ ընդհանրապես մենք ասելիք չունենք։ Մենք ընդհանրապես ասում ենք, հունիսի 7-ին Հայաստանը ունենալու է ընտրություն, այնպիսի ընտրություն, որը ունեցել է եւ նախորդ տարի, եւ նախորդ տարի, եւ 2020 թվականին, եւ 1998 թվականին, եւ այսպես շարունակ։ Այդ ընտրությունից է կախված, մենք ունենալու ենք, պահելու ենք այս խաղաղությունը, թե գնալու ենք պատերազմի։ Հիմա դուք առաջարկում եք պատերազմ, դուք առաջարկում եք վերանայել այս խաղաղությունը։ Դա նշանակում է պատերազմ։ Ոչ թե որովհետեւ քաղաքացիական պայմանագրի գոյությունից է կախված պատերազմը կամ խաղաղությունը, այլ որովհետեւ թե ինչպիսի քաղաքական գիծ է ընտրում Հայաստանը, այդ դրանից է կախված, դա կբերի, կպահի խաղաղությունը, թե կբերի պատերազմի։ Հիմա եթե Քոչարյանի քաղաքականությամբ առաջնորդվի Հայաստանը, ըստ որի Հայաստանը չի կարող պարփակվել իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, քանի որ այդ դեպքում մենք բանի պետք չենք լինի, ենթադրում եմ նկատի ունի երաշխավորներին պետք չենք լինի, դա բերելու է պատերազմի։ Դա բերելու է պատերազմի, եթե դուք շարունակելու եք ասել, որ գիտեք ինչ կա մեր բանը տարբեր բաներ մեր ինքնությունն են քաղաքականացնելով դա բերելու է պատերազմի։ Լավ դուք չեմ հասկանում, դուք ինքներդ ձեր պատմությունից չեք սովորում։ Եկաք այնքան հայրենասիրական կենացներ սարքեցիք, որ Ղարաբաղը համալրեց կորսված պատմական հայրենիքի շարքը։ Կլինի մի հատ լավ մի անգամ կլինի կանգնեք ասեք կարող է մի բան սխալ ենք անում։ Եվ հետևաբար։ Հա, մի բան էլ, որ Տիկին Գրիգորյանը ասում է, ինչի դադիվանքը հայկական չի, հա, հայկական եկեղեցի է, բայց ինչի Տիկին Գրիգորյանը ամեն օր չի նստում ասում, ասենք, չգիտեմ, Սանկտ Պետերբուրգի Սուրբ, ինչ է, Սուրբ Եկատերինա, թե Սուրբ, չեմ հիշում, մի խոսքով, այդ եկեղեցին մերն է, ինչի չի ասում, Գլենդելի քաղաքային խորհուրդը մերն է։
Պարզ չի, որ կա մի բան, որը մի բան մշակութային քեզ է պատկանում, այսինքն հա պարզ է, փաստ է, հայկական եկեղեցի, այո։ Բայց կա քաղաքական խոսույթ։ Եվ ավարտելով, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մենք ունենալու ենք հստակ ընտրություն։ Պահում ենք, տեր ենք կանգնում այն խաղաղությունը, որի համար ոչ մի զոհություն անհրաժեշտ չէ, կամ վերջին պահին, երբ որ մենք եկել ենք, ընդհանրապես ձեռքը պետք է մեկնենք եւ վերցնենք այդ 100 տարվա խաղաղությունը, այդ տնտեսական բարգավաճումը, մեր որդիների համար չանհանգստացումը, կամ լսում ենք ընդդիմությանը, Դաշնակցությանը, Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին, այն մյուս օլիգարխին եւ ընտրում ենք ճանապարհ, որը անխուսափելիորեն տանում է պատերազմի։ Եվ վստահ եմ, որ մենք կանենք ճիշտ ընտրություն, իսկ Դաշնակցությանը եւ Հայաստան խմբակցությանը կրկին հորդորում եմ հորդորել Ռոբերտ Քոչարյանին չերկարացնել եւ այդ 200 միլիոն դոլարը մուծել բյուջե, ոչինչ, թող առանց այդ ինքնության մի քիչ դիմանա։ Լավ է։ Ընդմիջում։